Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներիս, ինչպես եք թանկագիներս։ Համեղ թխվածքաբլիթներ ենք պատրաստելու, աշնանային, ձմեռային, համեղ, երեխաները, տատիկ պապիկները շատ կսիրեն։ Ես միշտ այդպես եմ ասում, որովհետև կրեմով չսիրող չէ, մարդիկ դա տատիկ պապիկներն ու երեխաներն են, մենք ջահելներս ավելի շատ ենք սիրում, չէ, միջին հասակի մարդիկ ավելի շատ ենք սիրում կրեմներով, բայց մեր տանը նաև թխվածքաբլիթ են սիրում, այնպես որ այսօր շատ համեղ թխվածքաբլիթներ ենք պատրաստելու, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու ալյուր 250 գրամ, 70 գրամ թթվասեր, 60 գրամ շաքարավազ, 1 ձու, 120 գրամ յուղ կամ կարագ, ես օգտագործում եմ յուղ սիրելիներս, ռեդի յուղ է, տեսեք ինչ լավ տեսք ունի, իմիջայլոց, այն բուսական է, խոլեստերին չունի, կարող եք հանգիստ պատրաստել, ովքեր սրտի խնդիրներ ունեն, շատ հանգիստ կարող են օգտագործել ու բացի խմորեղեներից նաև հանգիստ տապակեք, որովհետև այս յուղը երկրորդ անգամ էլ կարող եք տապակել, որովհետև այն չի կլանում սննդի կողմից։ Այսքանը յուղի մասին, իդեպ խմորեղեները շատ համեղ են ստացվում, ես հիմնականում բոլոր թխվածքաբլիթներս պատրաստում եմ այս յուղով սիրելիներս։ Հիմա անցնենք առաջ, ունենք 1 ձու, հիմա մի հատ գդալ վերցնեմ, որպեսզի հեշտ աշխատեմ։ Ջեռոցը նախապես միացրեք, որովհետև արագ ստացվող թխվածքաբլիթներ են։ Այսպես մի լավ տրորեք, ավելացնում ենք թթվասերը։ Ես ասում եմ թթվասեր, դուք գիտեք, որ ես Իտալիայում օգտագործում եմ թթվասերի փոխարեն հունական յոգուրտ, հունական մածուն։ Սա էլ ենք հիմա մի լավ խառնում։ Ավելացնելու եմ յուղը։ Իմիջայլոց ձեթով խորհուրդ չեմ տա, պատրաստեք յուղով կամ կարագով։ Այս էլ ենք մի լավ խառնում ենք, ավելացնում եմ շաքարավազը ու շարունակում եմ կրկին լավ խառնել։ 2 թեյի գդալ խրեցուցիչ կամ 1 թեյի գդալ սոդա, վանիլին ենք ավելացնում և հետո արդեն ալյուրն ենք ավելացնում։ Ալյուրը ավելացնում ենք, սիրուն, զգուշ, նուրբ խառնում ենք, հնարավոր է մեկի մոտ ալյուր շատ պահանջվի, մեկի մոտ քիչ պահանջվի, ես միշտ ալյուրը լցնելուց դա ասում եմ, զգուշ եղեք, որովհետև յուրաքանչյուր երկրում ալյուրի տեսակը տարբեր է, հենց մեր երկրում Հայաստանում տարբեր տեսակի ալյուրներ կան, տարբեր որակի, հնարավոր է այսօր նույն ալյուրը մի քիչ ավելի խոնավ լինի, ավելի քիչ անհրաժեշտություն լինի ավելացնելու կամ ավելի շատ անհրաժեշտություն լինի ավելացնելու, այնպես որ սիրելիներ, պետք է մի քիչ զգուշ լինենք ալյուրի տեսանկյունից ու աշխատեք շատ չավելացնենք։ Հիմա ես կհավաքեմ խմորը ու կսկսենք ձևավորել թխվածքաբլիթները։ Այ ես զգում եմ, որ մի փոքրիկ ուզում է ձեռքերիս կպնել, բայց միևնույն է ալյուր չեմ ավելացնելու, որպեսզի թխվածքաբլիթները փխրուն ստացվեն, համեղ ստացվեն, շատ ալյուրովը շատ պինդ է, փխրուն ու համեղ չեն ստացվում, պինդ խմորը ծանրանում է, այդքան համեղ չի լինում։ Հիմա ուղղակի գնդերի ենք բաժանում, չափը դուք որոշեք, թե ինչպիսի չափ եք ուզում ընտրել, այսպես ենք անում, մի քիչ այսպես երկարեցնում ենք, որպեսզի հարմար լինի ու բաժանում ենք, էլի մեծ ստացվեց, բայց ոչինչ։ Հիմա հարցերը կլուծենք։ Այսպես գնդիկները կարող եք կշեռքով աշխատել, ոչ մի խնդիր չկա, բայց ես տանը պատրաստվող, որ վաճառքի համար չի, ինչ որ հատուկ քաշ մեզ անհրաժեշտ չի, ես չեմ կշռում, բայց ովքեր որ վաճառում են, իրենց պետք է հատուկ քաշ պահպանել, որպեսզի արդարություն լինի, ճիշտ լինի, որովհետև վաճառում եք գումար եք, չէ, վերցնում նման բաների համար, կարող եք իհարկե կշռել, որպեսզի ճիշտ լինի ձեր աշխատանքը։ Այսպես գնդիկներ ենք անում ու անցնում առաջ։ Սկսում ենք հավաքել։ Որևէ տեսակի ջեմ վերցրեք, ես տանը պատրաստված սալորի ջեմ եմ վերցնում զգուշությամբ, քանի որ շատ փխրուն խմոր է,
Կրկնակով կամ ձեռքերով այսպես նուրբ բացում ենք ու կտրատում ենք եզրերը, այսպես, մեկ թեյի գթալ ջեմ ենք լցնում կենտրոնում ու արագ-արագ հավաքում ենք, այսպես, տեսեք այնքան նուրբ է խմորը, քանի որ յուղոտ խմոր է, երբ որ պոկվում է, խնդիր չկա, այսպես գուշ, վերցնում ենք ու դնում ենք, այսպես, զգուշությամբ վերցնում ու դնում ենք տապակի վրա։ Վերջացեցի, տեսեք, գեղեցիկ թխվածքաբլիթներ ստացեցի, ուղարկում ենք ջեռոց 180 աստիճանի տակ, տեսակ, ես վաղուց արդեն միացրել էի ջեռոցը, 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված, առանց օդափոխիչի կամ օդափոխիչով նշանակություն չունի, ուղղակի օդափոխիչով միացված ժամանակ ավելի հեշտ է կարմրում, շատ շուտ է կարմրում, զգույշ կլինեք, կարող եք նույնիսկ 170 աստիճանում թխել, եթե օդափոխիչով եք թխելու 10 աստիճան ցածր։ 15 րոպեում թխվելու է ու շատ արագ է լինելու, զգուշ ենք լինում, որպեսզի չվարենք։ Թխվածքաբլիթներս պատրաստ են։ Նուրբ, համեղ, սպիտակ երանգ ենք տալիս, որովհետև ձմեռ է, աշուն է իհարկե, ասում եմ ձմեռ, բայց ամեն դեպքում սա ցուրտ եղանակի համար նախատեսված թխվածքաբլիթներ են, մի լավ համեղ թեյի հետ հաստատ լավ կարելի է անուշ անել։ Շատ համեղ թխվածքաբլիթներ ստացվեցին, տեսքը գեղեցիկ, համն ու հոտը տարածվել էր ամբողջ տնով, սիրելիներ, հիմա մեկը այսպես կկտրենք, այ տեսեք, նուրբ, փխրուն, սիրուն, հիմա ես կհամ տեսեմ, ձեզ կասեմ համ ինչպիսին է, մի հատ սենց համեղ, դարչինով կամ սարի խոտերով, մեր համեղ, չգիտեմ, ես որ միշտ այդպես ասում եմ, որտեղ ավելի շատ թեյ եմ սիրում ձմեռը, քան սուրճ, սուրճը միայն առավոտներում շատ սիրում, առանց սուրճի չեմ արթնանում, բայց թեյը իմ համար խոսքով թեյից լավը չկա, համ տեսեք, անպայման կպատրաստեք, նկարներ կուղարկեք, ինձ ովքեր որ իրենց նկարներ ուղարկում են, որ հասցնում տեսնում, պատասխանում իմ գնահատական եմ տալիս ու բոլորին բարի ապօրինակ եմ մաղթում, ինչպես նաև մեզ իմ ընտանիքի անդամների հետ միասին։ Հաջողություն բոլորին։